Ամերիկյան General Motors ընկերության կազմում գտնվող Chevrolet ընկերությունը որևէ ներկայացման կարիք չի զգում ամերիկյան շուկայում։ Այն իր ուրույն տեղն ունի ամերիկյան ավտոմոբիլաշինության պատմության մեջ և իր լեգենդար Corvette-ով և Camaro-ով ամերիկյան հասարակության մեջ ասոցացվում է արագության և հզորության հետ։ Սակայն General Motors-ը ևս ամերիկյան Chrysler-ի նման խնդիր ունի ավելի ճանաչելի դառնալու եվրոպական և այլ շուկաներում և լրջորեն աշխատում է այս ուղղությամբ ընդլայնելու իր ներկայությունը վերոհիշյալ շուկաներում։ Այս նպատակին հասնելու համար General Motors-ը բավականին օրիգինալ լուծում է գտել։ Մի 2 տարի առաջ, երբ հարավկորեական Daewoo ընկերությունը սնանկացման եզրին էր հայտնվել, General Motors-ը ձեռք բերեց այն և սկսեց հարավկորեական մոդելները վաճառել եվրոպական և այլ շուկաներում Chevrolet մակնիշի տակ, իհարկե, որոշակի ոճային փոփոխություններ կատարելով ի սկզբանե հարավկորեական ընկերության կողմից ստեղծված մոդելների արտաքինի մեջ։ Պետք է ասել, որ այս քայլը բավականաչափ արդյունավետ եղավ, քանի որ ինքը Daewoo-ն ուներ զարգացած դիլերային ցանց Եվրոպայում և պատկերավոր ասած մնում էր միայն փոխել ցուցանակները։ Իրենք մոդելները ևս որակ գին հարաբերակցությամբ կարողացել էին իրենց հասանելիք տեղը զբաղեցնել եվրոպական շուկայում և լավ հիմք հանդիսացան Chevrolet-ի եվրոպական ծրագրերի իրականացման համար։ Ամենայն դեպս եվրոպական Chevrolet-ն General Motors-ի մակնիշային ընդարձակ ներկապնակի մեջ հանդիսացավ հատուկենտ այն ընկերություններից մեկը, որը սկսեց հաստատուն շահույթ բերել։ Chevrolet-ի եվրոպական իմիջի բարելավմանը նպաստեց նաև մակնիշի մասնակցությունը WTCC թափքային առաջնությանը, որտեղ 2006-ին Chevrolet-ին հաջողվեց մի քանի հաղթանակ տանել։ Chevrolet-ի սպորտային իմիջի հաստատմանը պետք է նպաստի նաև WTCC Ultra կոնցեպտուալ մրցարշավային մոդելը, ներկայացված 2006-ի աշնանը Փարիզի միջազգային ավտոսալոնում։ Նոր մրցարշավային կոնցեպտով Chevrolet-ն ցանկանում է անցյալին թողնել իր հարավկորեական արմատները և ձերբազատվելով Daewoo-ի ընտանեկան իմիջից գնորդին ներկայանալ նոր, ավելի ագրեսիվ և սպորտային իմիջով։ Մենք ցանկացել ենք ստեղծել զուտ ամերիկյան մկանային մեքենայի եվրոպական տարբերակ, այսպես հայտարարեցին Chevrolet-ի ներկայացուցիչները Փարիզյան ավտոսալոնում։ Եվ իրոք, նոր կոնցեպտն առանձնանում է ագրեսիվ դիզայնով, կտրուկ գծերի հատումներով և ուռած անվակամարներով։ Հատկապես տպավորիչ է մեքենայի առաջնամասը, որտեղ բազմաթիվ հարթություններ և շեղանկյուններ իրար են հատվել, ստեղծելով բարկացած և անզիջում մի կերպարանք, որը կարծես մարտահրավեր է նետում ամբողջ աշխարհին։ Chevrolet-ի արտաքինում դիզայներները փորձել են յուրաքանչյուր գծի մեջ ցուցադրել ագրեսիա, արագություն և առաջինը լինելու անկոտրում կամք։ Մեքենայի առաջնամասի և կողերի ստորին հատվածներն իրականացված են չներկված կարբոնով և իրենց գծագրությամբ պետք է նպաստեն սեղմիչ ուժերի մեծացմանը։ Մեքենայի ետնամասում ևս բամպերի ստորին հատվածում նույնպես երևում է կարբոնե դիֆուզոր, մեքենայի տակով անցնող օդային հոսքերի կարգավորման համար, իսկ ներքևում կենտրոնում տեղ են գտել խլացուցիչի իրար միացված խողովակները։ Չնայած մեքենան 5 դռնանի հեթչբեք է, այն ընկալվում է որպես 3 դռնանի մեքենա, քանի որ հետևի դռների բռնակները տեղադրված են անմիջապես շրջանակի անկյունում և ներկված սև գույնով։ Մեքենայի կայունությանը պետք է նպաստի նաև սև կարբոնե հակաթևը տեղադրված բեռնախցիկի դռան վերնամասում։ Չնայած մեքենան գոլֆ դասի փոքրածավալ մոդել է, նրան որպես անիվներ ծառայում են մրցարշավային 20 դյույմանոց թեթևաձույլ անվահեծեր։ Մեքենայի սալոնում ևս մրցարշավային մթնոլորտ է իրականացված թեթև կարբոնով, իսկ վարորդի նստատեղը ընդհանուր հավասարակշռության նկատառումներով
առավելագույնս հետ է քաշվել, որի պատճառով առաջ են եկել ոտնակները և մրցարշավային ղեկանիվը։ Chevrolet-ի մրցարշավային բոլիդի առջևի տանողանիվները գործի է դնում 1.9 լիտր աշխատանքային ծավալով 4 մխոցային դիզելային շարժիչը 190 դիաուշ հզորությամբ, մշակված General Motors և Fiat ընկերությունների համատեղ ջանքերով։ Chevrolet-ի նոր մրցարշավային կոնցեպտը հավանաբար ցուցադրում է, թե ինչպիսին կարող է լինել հաջորդ սերնդի Chevrolet Lachetti-ն։